Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 7-ի համար, ձայնս ընդհանրապես գնացել է, եվս երեկել գոռալուց հետո է գնացել, ոչինչ ինձ թվում է կհասկանաք, ձեզ համար եմ գոռացել, ձեր մասին մտածելով եմ գոռացել, և պետք է երեխաներին ուշադրություն դարձնեք, ես այդ մասին տեսանյութ կանեմ առանձին, մի փոքր ձայնս կարգավորվի, անպայման կանեմ, որպեսզի հասկանաք, որ երեխաներին ինչպես պետք է ուշադրություն դարձնեք, ընդհանրապես, ես երեկ այդ մասին էի խոսում, ուղղակի այդ տեսանյութը չկա, ձայնս մնաց միայն, այսպես, ավելի ագրավի, օրվա կանխատեսումն է դեկտեմբերի 7-ի համար, օրը կիրակի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու, գուցե խոսեմ, հետո ձայնս բացվի, դեռ չգիտեմ, և այսպես կնայենք խոյերին, տեսնենք ինչ է սպասվում, ինչ է սպասվում խոյերին դեկտեմբերի 7-ին, երեխաների հետ կապված որևէ իրադարձություններ են, հնարավոր է ծնունդ է այստեղ ոմանց մոտ, նաև երեխաներին կարող եք տանել որևիցե զվարճանքի կենտրոն, այգի, որևէ հասարակական վայր, խաղասրահ, և այնտեղ ուրախանաք, և գումար ծախսեք, նաև դե կարող է առիթ է երեխաների հետ կապված և գումար եք ծախսում, բացի դա էլ կարող է հիմա չի, այդ օրը չի առիթը, բայց պատրաստվում եք նվեր եք գնում երեխայի համար, ոմանց մոտ թոռները կգան իրենց մոտ, երեխաները կգան, գուցե լսեք, որ որևէ մեկը հղի է, կամ դուք եք հղի, կամ ծննդաբերություն է նաև սա, և իհարկե բիզնես, ոմանք կցանկանան բիզնես բացել, բիզնեսը ավելի հանրային դարձնել իհարկե, ավելի առաջ գնացող, որ ինչ-որ սոցցանցերով կամ նմանատիպ պահերով, որ հասարակությունը ավելի շատ իմանա, ձայնս քիչ-քիչ բացվում և իհարկե առիթ է, ինչպես որ ասացի, գումար ոմանք կստանան, ոմանք էլ գումար կծախսեն, այսքանը ձեզ համար, երեխաների հետ գնում եք ինչ-որ մի կենտրոն և երեխաներին հագուստ եք գնում կամ նման որևէ պահ, որտեղ որ ուղղակի շատ մարդիկ կա, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնանք ցուլերին, ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 7-ին, հանդիպում կամ շփում որևիցե տղայի հետ, կամ տղամարդու հետ, տեսնենք ով է, կամ ձեր տղան է, ձեր եղբայրն է, ու մոտ ինչ-որ մի բան կայունանում է, նորմալ անում է իր կյանքում որևէ ոլորտ, կամ նաև սա դուք եք, որ այդ տղան մտնելով ձեր կյանք կայունացնում է, կամ որևէ ոլորտ է նա ձեզ օգնում, որպեսզի այդ ոլորտը ձեզ մոտ կայունանա, նորմալանա, ոմանք կարող է այս տղայի հետ, ցույց չի տալիս ով է, բայց ինչ-որ մեկն է, ում հետ որ կարող եք երկար մնալ ինչ-որ միտեղ, այդ օրը երեխաների հետ կապված որևէ հարցեր են, որոնք որ պետք է լուծեք, նաև դա բիզնես է, որը ևս առաջ կտանեք, միգուցե դանդաղ է աճում բիզնեսը, բայց կայուն է ավելի, կայունանում է, նաև թոռները կարող են գալ, եթե ունեք, իմանաք, որ հղի եք, կամ ծննդաբերություն է նաև սա, կամ ձերը, կամ մեկ ուրիշինը, որ կիմանաք, բերել ձեզ մոտ երեխաներին թողնել, կամ առիթ է, կամ գնում եք երեխաների համար, գնումներ կատարելու, և ոմանք գնան գեղեցկության սրահ, ոմանք նաև բժշկական կենտրոն, ձեզ կարող եք խնամել, կոսմետոլոգի մոտ կարող եք այցելել, ինչ-որ պրոցեդուրաներ անել, թեկուզ տանը, նաև ծնողներին այցելել, և ինչպես որ արդեն ասացի, դա նաև նշանակում է ընդհանրապես լավ առողջություն, և գործերը ավելի են մխրճվում, ավելի են ամրանում, և ուղղակի դանդաղ է աճում, պետք է դա հասկանանք, և կարիերան, և գործերը, բոլորը, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում,
Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին դեկտեմբերի 7-ին։ Հանդիպում շփում որևիցե նույն ցուլերի կարտերն են, մենակ սա է ուրիշ, էլի նորից ինչ-որ ծառային հատված է։ Տեսնենք ով է այս տղան։ Այս տղան ձեր կյանք փոփոխություն է բերելու, կամ ձեր տղան է իր մոտ է փոփոխություն լինում, իր կինը կարող է հղի լինել, ծննդաբերել, միգուցե ձեզ օգնում է տեղափոխվել մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, կարող է թեկուզ տան փոփոխություն եք անում եւ օգնում է ձեզ։ Իրար հետ կարող եք ճանապարհ գնալ երկար։ Նա կարող է նաեւ սիրային առումով է եւ մտնում է ձեր կյանք փոփոխություն է բերում եւ կարող է որպես ընկեր ծանոթանում եք եւ հաջողություն է բերում ձեզ եւ թե իր ծանոթությունները, թե ձեր ծանոթությունները իրար հետ վերցված ձեր կյանքում փոփոխություններ են մտնում։ Այսինքն օգտակար է լինում նա ձեզ համար։ Ոմանց մոտ երեխաների հետ կապված հարցեր կան, որոնք որ պետք է լուծեք, նավարի գնում եք ինչ-որ ծնունդ, կնունկ, կամ ձեր երեխաներն են գալիս տուն, ձեր թոռներն են գալիս ձեր տուն, գնում եք գնումներ կատարելու, առևտուր անելու երեխաների համար, եւ իհարկե հղիություն, ծննդաբերություն, եւ նաեւ բիզնես է, որը կցանկանաք այդ օրը հիմնել։ Դա բիզնեսը լավ առաջ կգնա, եւ այդ բիզնեսով կամ թեկուզ եթե դուք հղի եք կամ ծննդաբերում եք, ոնց որ եւս դա եւս մարդու մոտ ոնց որ կյանքի նոր իմաստ է ստանում, եւ արդեն ապրում եք այդ բիզնեսը աճացնելով, ապրում եք երեխային խնամելով, ինչ որ մի նոր բան է մտնելու ձեր կյանք եւ նաեւ իմաստություն է սա, եւս իմաստությունն է մտնում ձեր կյանք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին դեկտեմբերի 7-ին։ Որոշ խոչընդոտներ են, որոնք պետք է հաղթահարեք, միգուցե ճանապարհին, միգուցե գործեր անելուց։ Մենք խաբեբաներ կան, կամ պետք է խորամանկ լինեք այդ գործը անելու համար, կամ այդ խաբեբաներն են խոչընդոտներ ստեղծում ձեզ համար, միգուցե խորամանկ են, ինչ-որ բաներ են ձեզ ասում, որ անեք ու սխալ եք անում։ Կամ իրանց այդ կռիսության պատճառով է, որ ինչ-որ բաներ չեք կարողանում առաջ տանել։ Եվ այդ օրը նաև գործերը կփորձեք առաջ տանել, միգուցե այստեղ կարողանում եք ավելի խորամանկ լինել եւ առաջ տանել։ Նաև դա հյուրեր են, որոնք կընդունեք, դուք կգնաք հյուր, նորություններ կլսեք, ինչ-որ բաներ կարող պատվիրել այդ օրը, բերեն ձեր տուն, շատ կլինեք այս այն կողմը, ճանապարհներին բավականին շատ կլինեք։ Նաև այստեղ գործերը կանեք այդ օրը։ Ոմանք կարող են այցելել նաև հիվանդանոց, նաև ինչ-որ ռեստորան է, որը կարող եք գնալ այդ օրը։ Կարող է դեպս ոգևորված պատրաստվում եք կամ գնալուն, կամ միգուցե դուք եք կազմակերպել որևէ մի բան, ամենայն դեպս խոչընդոտների միջով եք անցնելու, դա մի մոռացեք։ Եվ իհարկե սա կարիերայի բարձրացում է։ Այդ օրը կարող եք շատ գործ ունենալ, շատ պատվերներ ունենալ, շատ աշխատանք ունենալ, ինչ-որ գործեր անեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առուզներին։ Ինչ է սպասվում առուզներին դեկտեմբերի 7-ին։ Միշտ նույն բաները չեմ հասկանում, ոչինչ չկա։ Հանդիպում շփում որևիցե տղայի կամ տղամարդու հետ։ Հետաքրքիր է, ես ամսով ցուլ եմ, լուսնայինով առյուծ, նույն բաներն ենք էլ, անգամ երկուսը նույն բանը։ Կամ այս տղայի հետ երկար եք մնալով որևէ մի տեղ, կամ գալիս է ձեր կյանքը կայունացնելու համար, միգուցե ձեր տղան է, ձեր եղբայրն է իր կյանքում է որևէ մի բան նորմալանում, կայունանում, որևէ ոլորտ հանգստանում եք արդեն իր համար։
Դե կամ ինչ-որ հարաբերություններ են, որոնք որ ավելի են ամրապնդվում։ Եվ այդ օրը հանդիպում շփում կունենաք որևիցե կնոջ հետ, տեսնենք ով է։ Երևի ամուսիններ են, երևի ինչ-որ մարդիկ են այդ օրը մտնելու ձեր կյանք, կարող է իրար հետ ինչ-որ մի տեղում եք նստած երկար ժամանակ, կամ իրոք եւ որևիցե տղամարդ, տղա եւ որևիցե կին ձեր մոտ ինչ-որ մի գործողություն է կատարում, չգիտեմ, որ ինչ-որ մի բանը ձեր մոտ նորմալանում է, կայունանում է։ Նույն բանն է, ինչ-որ տղամարդն է եկել ձեր կյանք, նույնն էլ այդ կինը, ինչ-որ հարցով այդ օրը ձեզ օգտակար են լինելու։ Ու միտեղ կգնաք, կնստեք։ Եվ այդ օրը նաև հաջողություն ունեք, նոր դռներ են բացվելու ձեր առջև։ Դե եթե ինչ-որ բաները կայունանում են, ամրապնդվում են ավելի, բնականաբար ավելի են մխրճվում ինչ-որ միտեղ եւ ավելի են, ոնց որ հիմքը տան ամեն ինչը, հիմքը միշտ ամուր եթե լինում է, արդեն ամեն ինչ նորմալ է, իսկ սա ինձ ասում է, որ հիմքը նորմալ է։ Միգուցե այստեղ նոր ծանոթություն է կամ տղայի ծնողի հետ եք կարող ծանոթանում, ինչպես որ տղան է ձեր կյանք բերում, այդպես այդ կայունությունը նույնն էլ կարող է իր մայրն է դա։ Եվ ամենայն դեպս դռները բաց են ձեր առջև, այդ օրը կարող եք յուրաքանչյուր բան անել, ավարտել եւ հաջողություն է դա նաեւ գործերում, ամեն ինչում ինչ որ կանեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին դեկտեմբերի 7-ին։ Ինչ-որ բաների կորուստ եմ։ Կամ մանր-մուներ խնդիրներ, որը ամենայն դեպս կկարողանաք հաղթահարել։ Տեսնենք։ Մի քիչ անհանգստություն կա, ինչ-որ անկայունություն եք զգում, ինչ-որ բաների համար անհանգիստ եք, որովհետև չկա լիարժեք որևիցե պատասխան ոնց որ չունեք կամ դե ինչ որ բան անհայտ է, հա, ձեզ համար, դրա համար անհանգստություն կա սա։ Անկայուն վիճակ է, կարող է նաև տրամադրությունը անդադ ընկնի, հա, այդպես ուրախ լինեք, հետո այդքան էլ լավ չլինի օրվա ընթացքում։ Ինչ որ բաներ կարող են ձեր տրամադրությունը գցել, ինչ որ բաներ այստեղ նաև ուրախացնել։ Ամենայն դեպս այն ինչ որ անեք լավ է ստացվելու, թեկուզ եթե ինչ-որ խնդիրների միջոցով անեք, միևնույնն է լավ է ստացվելու։ Այդ օր նաև ոմանք կարող են վիրահատություններ անել, ոմանք իրենց կյանքից հեռացնել ինչ-որ մեկին, նաև կարող եք հիմքից որևիցե մի բան փոխել ձեր կյանքում։ Եվ իհարկե սուր գործիքներով աշխատելուց այդ օրը ուղղակի ուշադիր եղեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին դեկտեմբերի 7-ին։ Ուժ կունենաք, եռանդ կունենաք որևիցե գործեր անելու համար, նաև այստեղ կարող է այս տղամարդը նաև ով ձեզ աջակցում է, կարող է հեղինակավոր անձնավորություն է կամ ավելի այդպես թափով մարդ է եւ նա ձեզ այդ օրը օգնության ձեռք է մեկնում։ Տեսնենք ով է այս տղամարդը։ Ձեր ամուսինն է ամենայն դեպս, ձեր ամուսինն է, ովքեր որ ամուսնացած չեն, միգուցե սա գործարք է, միգուցե նաև որևիցե տարեց տղամարդ է, ով որ ցանկանում է ձեզ հետ ամուսնանալ, միգուցե ամուսնության առաջարկ է անում, փոքր է ձեզանից մեծ է ամենայն դեպս։ Եվ իհարկե սա կարող գործարք է, այստեղ իրոք կարող է ինչ-որ հովանավորի նման ձեզ օգնում է եւ ինչ-որ գործարք է այստեղ ձեզ առաջարկում կամ ինչ-որ գործարք եք կնքում նաեւ այդ օրը, կամ աշխատանքի պայմանագիր է, կամ ձեր տնօրենն է։ Եվ կարող է այդ օրը այդ տղայի հարսանիքն է, ամենայն դեպս երիտասարդ տղա չի, այդպես ինչ-որ 25-ի, նա ավելի մեծ է, հասուն տղամարդ է, ում կարող է հարսանիքն է այդ օրը։ Եվ որոշ գաղտնիք կբացահայտվի, միգուցե դա է, կամ իմանում եք, որ այդ տղամարդն է ամուսնանում, ամենայն դեպս որևիցե գաղտնիք կբացահայտվի այդ օրը ձեզ համար եւ ուսմամբ կզբաղվեք։ Շատ։ Այսքանը ձեզ համար։
Դե եթե ամուսնության առաջարկ անեն, միգուցե ձեր նախկին ամուսինն է, վերադառնում է, ուզում է եւս միանալ, կարող եք փոխել ձեր կյանքի էջը եւ նորովի սկսել իրար հետ ապրել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին դեկտեմբերի 7-ին։ Գումար կամ կստանաք, կամ նաև գումար կծախսեք, միգուցե գումար եք տալիս ուրիշին, կամ գումար եք ուզում ուրիշից։ Այստեղ հանդիպում եւ շփում նաև ձեր ընկերոջ հետ, միգուցե գումարային հարցեր են ձեր ընկերոջ հետ է կապված։ Նաև սա ինչ որ մեկն է, ով կարող հովանավորի ձեզ, գումարով օգնի նաև։ Եվ դա նաև չի բացառվում պետավտոտեսուչ, ով որ կարող է նաև շտրաֆ գրել այստեղ, որպեսզի դուք գումար վճարեք, կամ անցումը անցնելուց այդտեղ ինչ որ գումարներ են վճարում։ Միգուցե դա է։ Դրանպես օտար երկրում էլ է գործում դա, երբ որ անցումը սխալ է անցնում, բայց միշտ ոստիկանները ավելի ոնց որ զգուշացնող են ավելի շատ, քան հենց այդ պահին անպայման շտրաֆ են գրում։ Իսկ Հայաստանում գրում են, գիտեմ, մայրս 2 անգամ շտրաֆ է տեսել։ Այնպես որ ինչ որ բաներ են, որոնք որ լսել են գործում են Հայաստանում, բայց ոչ ճիշտ։ Եղջ ժողովրդի վրա են հարձակվել։ Դա ամենայն դեպս պետք է ուշադիր լինել, եթե մեքենա եք վարում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին դեկտեմբերի 7-ին։ Գումար կամ կստանաք, կամ գումար կծախսեք այդ օրը։ Եթե ձեզանից գումար ուզեն, միգուցե այսիմ խորամանկ է, կարող է խաբեբա է, չի տա հետո, ու քաշքշուկների մեջ կարող եք ընկնել։ Նաև դուք կարող եք պետք է լինեք այդ օրը խորամանկ, որ ինչ որ գործեր անեք, առաջ տանեք։ Եվ այդ օրը շատ աշխատանք կունենաք, ոմանք կարող են ընդունվել աշխատանքի։ Նաև կարող եք այցելել ոչ հիվանդանոց կամ թեկուզ ռեստորան, կարող ինչ որ առիթի եք։ Եվ դա նաև կարիերայի բարձրացում է, եթե նման տեղ եք աշխատում, կա ուղղակի շատ պատվերներ է դա է ցույց տալիս կարիերայի բարձրացում։ Շատ գործ անեք նաև այդ օրը, ոչ թե պատվեր, այլ ուղղակի շատ գործ կարող եք անել, ինչպես օրինակ ես մեկ օրվա ընթացքում բավականին շատ տեսանյութ եմ անում, որ մնացած օրերը, որովհետև չեմ հասցնում, մեկ օրվա ընթացքում եմ ավելի շատ անում այս տեսանյութերը։ Միգուցե դուք էլ ոնց որ այդ մի օրվա մեջ ավելի շատ եք աշխատում։ Եթե աշխատում եք ոչ մի տեղ, այդ օրը շատ կլինի աշխատանք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին դեկտեմբերի 7-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, տեսնենք ով է։ Ինչ որ տղամարդ է, ով որ այստեղ կամ իր մոտ է ինչ որ մի բան է գնալու հավիտյան, կամ այս տղամարդը միգուցե գնում է, հեռու է գնում, կամ հեռանում է, լավ, անդադ ասում են հեռվանում բառ չկա, ըստ ինձ կա։ Ուրեմն գնում է, որոշում եք բաժանվել իրարից։ Ոմանց մոտ սա մեկ այլ բան է, մեկ այլ բան կարող է լինել։ Ամենայն դեպս, եթե ձեր ամուսինն է, թե ամուսին ունեք, ձեր եղբայրն է, ձեր տղան է, իր մոտ կարող է ինչ որ մի բան գնալ իր կյանքից, որոշի, որ ինչ որ մի բան կամ ինքն է թողելու, կամ ինստինկտիվան գնում է իր կյանքից եւ նոր կյանքի տեղ է բացում, նոր հնարավորության տեղ է բացում։ Այդ օրը նաև բավական ոգևորված կլինեք, այս ու այն կողմ կարող եք գնալ, նաև հյուրեր ընդունել, դուք գնաք հյուր, նորություններ կլսեք, բաներ կպատվիրեք, կբերեն, նաև հենց տեղափոխություն է միգուցե իրոք տեղափոխվում եք եւ ինչ որ մի բան թողնում եք հետ
այլևս դրան չեք անդրադառնալու, ոնց որ շատ մարդիկ օրինակ Հայաստանից դուրս են գալիս եւ մոռանում են այլևս Հայաստանի մասին։ Ես շատ մարդիկ գիտեմ, շատ որ այլևս չեն էլ պատրաստվում գալ ու չեն էլ եկել տարիներ շարունակ, բացարձակություն էլ ուզում, իրենց մտքով չեն անցնում, իրենց համար հիմա այն երկիրն է իրանց տունը, որով որ ապրում են, երբեք չեն էլ հետաքրքրվում Հայաստանում ինչ է կատարվում, բացարձակապես։ Ես լիքը մարդ գիտեմ այդպես։ Համար կարող է սա եւս, օրինակ տեղափոխվում եք մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, օրինակ եթե գյուղում եք ապրում, տեղափոխվում եք քաղաք եւ այլևս չեք վերադառնալու գյուղ։ Այլևս կարող է այնտեղ տունը վաճառում եք, այլևս տուն չունեք եւ տեղափոխվում եք այնտեղ։ Եվ դա մշտապես հավիտյան։ Ոմանց մոտ հղիություն կարող է լինել, ծննդաբերություն կարող է լինել եւ կյանքում շատ մեծ փոփոխություն նաեւ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին դեկտեմբերի 7-ին։ Մի փոքր անհանգիստ եք, մի փոքր բորբոքված նաև այստեղ եւ անհանգիստ եք եւ բորբոքված եւ ինչ որ մեկի հետ կարող եք պտ այդպես բառերով լեզվով իրար վիրավորել։ Ինչ որ բան է անկայուն վիճակ ձեզ մոտ, դրա համար է։ Դրա համար չգիտեք ինչ անեք, բորբոքվում եք։ Բայց դա նաև նշանակում է, որ բորբոքումից հետո ամեն ինչը կհանդարտվի, կնորմալանա, պետք չի բղավել, պետք չի այդպես բորբոքվել եւ իզուր ձեզ տանջել։ Ոնց որ ես երեք իրոք այն որ ասում է, ում ես ասում, ես ինձ եմ կպնում, իմ ձայնին եմ կպնում, ուրիշ ոչ ոքի։ Նույնն էլ հիմա ձեզ մոտ է սա։ Միևնույն է կայունանալու է, պետք չի բորբոքվել։ Միևնույն է ինչ որ ուզում է լինի։ Ամենայն դեպս այդ օրը բավական շատ կշփվեք, հնարավոր է նաև նամակագրական կապի միջոցով եք շփվում իրար հետ։ Նաև լեզվակռիվ է սա եւ բամբասանք։ Ոմանք ցուցակ կկազմեն, ոմանք ինչ որ բաներ կգրեք, թղթերը կդասավորեք, գործողություն կանեք թղթերի հետ։ Միգուցե սա համակարգիչն է ցույց տալիս, որ ինչ որ բաներ եք գրում այնտեղ։ Դա նաև հրավիրատոմս է կամ տոմս է, որ կարող եք գնել եւ գնալ կինո նայելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին դեկտեմբերի 7-ին։ Եվս էլի ջրհոսների նման բավականին անհանգիստ եք, դուք կարող անհանգիստ եք գումարի հետ կապված, բորբոքվածություն կա այստեղ, կամ պետք է վճարեք ինչ որ մեկին, տեսնեմ ինչն է։ Այստեղ երկրորդ կեսին է վերաբերվում, այստեղ կարող եք վիճել ձեր երկրորդ կեսի հետ, ձեր սիրելիի հետ, կամ ձեր ընտանիքի անդամների, ձեր հարազատ մարդկանց հետ, եթե չունեք, եթե ամուսնացած չեք, միայնակ եք, ապա այստեղ կարող է վեճը բորբոքվեք իրանց վրա ավելի շատ, ինչ որ հարցում։ Ոմանք գումար կստանան այդ օրը, ոմանք նաև գումար կծախսեն, միգուցե խոսակցությունը գումարի մասին, օրինակ ձեր տղային կարող եք հրահրել, որ գնա անպայման գումար վաստակի, ձեր ամուսնուն, ձեր կնոջը, նա ինչ որ մի բան է, որ կարող եք խոսակցություն ունենալ։ Նաև այստեղ կտրուկ ոչ է քայլ կարող եք անել, ինչ որ մարդիկ կարող են կտրուկ ինչ որ հրաժարվել ինչ որ մեկից կամ ինչ որ բանից հանել ձեր կյանքից, դա կտրուկ է եւ հանելուց գիտեք, սա որ հանում է, ամբողջությամբ է հանում, մաքրում տանում է։ Միգուցե հարաբերությունների հետ է կապված սա, միգուցե կարող է բորբոքվել եւ շատ բարկանալ նաեւ։ Սա նաեւ սուր գործիքներն են, որ պետք է այդ օր ուշադիր լինեք սուր գործիքների հետ աշխատելուց։ Եվ սա կտրուկ փոխելն է կյանքը, ինչ որ հիմքից հանում եք ոչ մի բան եւ ուրիշ ձև եք արդեն ապրում։ Գուցե ասում եք դու չես աշխատում, ես աշխատանքից դուրս եմ գալիս, ես այլևս ոչինչ չեմ։ Դա եւս կտրուկ քայլ է, փոփոխությունը ձեր կյանքում եւ գնում եք աշխատանքից հեռանում, ազատվում եւ վերջ։ Դա եւս կտրուկ քայլ է։
ամենայն դեպս դուք եք անողը, ոչ թե դիմացինը։ Նաև վիրահատություն է ոմանց համար։ Գուցե իրոք խոսակցությունն է այստեղ գումարի մասին եւ վիրահատության հետ կապված։ Դե կարող եմ նաև չկպցնել իրար, ամենայն դեպս սա այստեղ էր, որ բոկվածությունը ընտանիքի անդամներն են կամ ձեր սիրելին, հա, դուք արդեն ինքներդ պետք է հասկանաք, ուզում եք արդյոք բորբոքվել, որտեվ եթե այս քարտերը վերլուծում ենք, գումարի համար է եւ հետո կարող եք բավականին խիստ լինել եւ ինչ-որ քայլ անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։